քաղաքացիներ նորից գտնվում են Երևանի փողոցներում, Երևանի կանգառներում բոյկոտի կոչերով։ Այս պահին իմ գործընկերոջ հետ Արմենակ Դանիելյանի հետ գտնվում են Երևան փողոցի վրա, այս մեր ավականիները ամբողջ կազմով տարբեր վարչական շրջաններում բոյկոտի կոչեր են անում։ Եկել ենք մենք գտնվում ենք այստեղ։ Տեսեք ինչ է կատարում, նոր եկավ մի հատ ավտոբուս, որը որ տեղ չուներ, մոտավորապես 15 մարդ մնաց դրսում։ Տեսեք ինչ է կատարում այստեղ։ Մարդիկ սիրելի քաղաքացիներ, հիշեցնեմ նաև, որ Մայր Հայաստան խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Երևան քաղաքի ավականորական, որպես տրանսպորտի գինը մնա 100 դրամ, այսինքն ավտոբուսն ու մետրոն լինեն 100, իսկ տրոլեյբուսը 50 դրամ։ Նաև շատ օգտվելու դեպքում փաթեթներ, իսկ թոշակառուներին եւ հաշմանդամության կարգունեցողների համար անվճար։ Հիշեցնեմ նաև, որ այն ձայնագրությունները, որոնք համացանցում տարածվել էին, ավտոբուս ՊԲ-ի աշխատողներն են ենթադրաբար այնտեղ խոսում։ Մենք գնացինք, որ այդ պարզ ենք, բայց դռները ավտոբուս ՊԲ-ի անօրինական ձևով փակել են մեր առաջ, նույնիսկ ոստիկաններին էլ ներս չթողեցին։ Նրանցից պատասխան պահանջելու, թե ովքեր են ու ինչու են այդպիսի բաներ խոսում, բայց նրանք այդպես էլ պարզաբանում չտվեցին, ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին։ Պարզապես իշխանությունը գոյություն չուներ եւ ավտոբուս ՊԲ-ում տնօրինություն գոյություն չուներ։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, ես միանշանակ համոզված եմ, որ այս ավտոբուսը լիքը մարդ կանգնել ու չեն կարողանալու մարդիկ նստել։ Միանշանակ ես համոզված եմ, տեսեք։ Հարգելի քաղաքացիներ, բոյկոտեք, մի վճարեք, երթևեկեք անվճար։ Տեսեք։ Նույն այստեղ։ Քաղաքային իշխանությունները, տեսեք, օգնում են մարդկանց բոյկոտելուն, մարդիկ ուղղակի չեն կարողանում նստել, տեսեք։ Տեսնենք այսքան մարդու ոնց է տեղավորվելու։ Վրդեց, որ տեղավորվում։ Են, որ ենք ինը ասում են, ուրիշների տղամարդկաց գրկած գնում ենք, սխալ չեր ասում։ Տենսակ ինչ է։ Ու իրանք ես չբարեփոխված, չարեփոխված տրանսպորտի համար ուզում են 150 դրամ։ Մարդկանց մի մասը նորից մնաց կանգնած կանգառներում։ Որ ասում ենք, բացատրում ենք, խնդրում ենք, որ մի վճարեք, բոյկոտեք, բոյկոտի արդյունքում կարելի է հասնել հաջողության, այս դրա համար ենք ասում, ժողովուրդ ջան։ Մեկը բոյկոտում են, հարցեք չի, որտեղ կանգնելու տեղ չկա, որ մնաց վճարեն։ Բայց քաղաքային իշխանությունները դեռ համառորեն պահում են գինը 150 դրամ։
այսքան մարդը կանգառից էլ դուրս տեղ չունի։ Մեն այդ նորից եկավ մի այլ ավտոբուս։ Ես չգիտեմ ինչ ավտոբուս է եկել ու չգիտեմ այնտեղ տեղ կա թե չէ, բայց կտեսնեք ինչ է կատարվում։ Հարգելի քաղաքացիներ, բոյկոտեք, մի վճարեք, երթևեք եք անվճար։ Իրացրեք ձեր սահմանադրական իրավունքը։ Ասենք։ Չէ, ես համաձայն չեմ ինքիչ։ Տվողը չի տալի, մեկը ես մեկը չեմ տալի։ Շատ էլ լավ եք անում, մի վճարեք։ Գնել են արդեն տոմսերը, կանգնած գրկած իրար գրում ենք, խալխի տղամարդն են գրում։ Խալխի տղամարդն Չգիտես ում շատես բացրանում նստելու։ Գորգյան, բոյկոտեք, երթևեք եք անվճար իրացրեք ձեր սահմանադրական իրավունքը։ Գիտեք ոնց է, հիմա եթե այս ձևի տրանսպորտ է, ոնց կարան մարդիկ վճարեն։ Ես սեցել չլինի չեմ վճարում։ Չէ, նկատի ունեմ ուզեն էլ չեն կարա վճարեն։ Դիքեր բարձրացեք, չէ՞։ Չեն կարա։ Հիմա այն տղամարդը այն կնոջի ամենայն հավանականությամբ չէ ջանակ։ Գրկա խառնվեցին ու գնում են։ Չէ։ Ինչ ուզում անում են խելոք մեր ժողովուրդը։ Հա ինչ տարբերակ։ Չէ, պետքա բոյկոտել, տարբերակը միշտ կա։ Արենի Ասում են 50 դրամ։ Իրար ջանքերում են դուրնել չի փակ։ 50 դրամ տա սիրտը պատանամ դեռ հասնես։ Ես մտածում ժողովուրդը չի կարող սպասել։ Ո՞ւնդեղ էլ անույն բանը։ Հա, բոլորը այսքանի ատեկա։ Գիտեք ոնց է, օրինակ ես Երևան քաղաքի ավականի եմ, այլ Հայաստանի։ Հիմա մենք ինչքան էլ ինչ ուզում ենք անենք, մենք չենք կարա դրա դեմ առնենք, եթե ժողովուրդը ոտի չկանի։ Ես մի երկու անգամ մեզ մոտ դիստեր էին տվել, որ չվճարեք։ Ես հենց բանին էի գցում, այդ որ վճարում են, այդտեղ էի գցում, ասում էին կբռնեն կամերակը, ասում են թող կամ բռնեն, պատասխանը կարամ տամ, էլի։ Հա, լսում եմ։ Ժողովուրդին Չի նկարում։ Չի նկարում, չէ, այս են կողմ։ Չէ, չեք երևում, ձեր ձայնը չի լսում։ Խոսքով, ունդեղ մեկը շատ տատի հել է նորից խոսում է։ Հայտարարությունը ախր ընտանիքից 3 անշապած գործան, հարավոր դուրի։ Ոնց կարան մարդին իրան չի Նայրի Սարգսյան ով է։ Ես որ այդ Նայրի Հոկիկյան գիտեմ, Նայրի Սարգսյան չգիտեմ։ Ես մի հատ Նայրի Սարգսյան գիտեմ, այն կպայա։ դեք դեպի վարդի որովհետև իրանց Որ ցույց տակ կասեմ։ Խելացի տղայա մի հատ ես իրանց Է որ ձայնը մի տեսակ է։ Դա ավականի չի է տղա։ Չէ, ավականի չի։ Մենք Երևան քաղաքի ավականի ենք։ Այդ բանը։ Ես ոնց դիք ավական դառնում։ Սա կարա ավական դառնալ, մեկա գործ չեն անում։ Ավականին, ասեմ ավելին, աշխատավարձ էլ չեն ստանում։ Այո, մեր հասարակական հիմունքների վրա է մեր աշխատանքը։ Մենք սրա համար գումար չենք ստանում։
Ուղղակի մենք փորձում ենք ամեն ինչ անենք, որ քաղաքացիների համար լավը լինի, կարող է դա մի բան։ Հիմա մենք պայքարում ենք, եթե քաղաքացիները, սա սոցիալական, քաղաքական էլ չի, սոցիալական հարց է։ Թող որոշեն, ժողովուրդը թող որոշի։ Շնորհակալություն, ես ձեզ հետ եմ շատ վճարում։ Շնորհակալություն, մի վճարեք, լավ եք անում։ Դե տնանք ոնց են մտնում։ Ժողովուրդ ջան, բոյկոտեք, երթևեկեք անվճար, իրացրեք ձեր սահմանադրական իրավունքը։ Բոյկոտը բողոքի ձև է, որի արդյունքում հնարավոր է Երևան քաղաքում տրանսպորտի գինը վերադարձնել 100 դրամի։ Մենակ, պարոն Դանիելյան, պետք է մի բան հիշել, ոնց նստեն, որ մի հատ էլ վճարեն։ Չեն էլ կարող վճարել։ Հիմա մարդը պետք է գնա հասնի իր տուն։ Ստիպված, ջարդելով։ Սիրելի քաղաքացիներ, ես անջատել եմ եթերը